Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա մեջ 3 անգամ ապատեղեկատվություն է տարածել, նշելով, թե մարտի 16-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանակոտու հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Մարտի 16-ից 17-ը Եվրոպական միության ներկայացուցչությունը Հայաստանում պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով տարբեր հատվածներ։ Իրավիճակը մնում է հանգիստ եւ հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում, ասված է ԵՄԱ առաքելության տարածած հաղորդագրության մեջ։ Կիպրոսը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը եւ աջակցում է պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։ Այս զարգացումը կնշանակի վճռորոշ քայլ դեպի կայունություն եւ բարգավաճում տարածաշրջանում, գրված է ԱԳՆ-ի էջում։ Շվեդիայի արտգործնախարարությունը նույնպես ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Շվեդիան ողջունում է այն լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ եւ խրախուսում է արագ ստորագրումը նպաստելու տարածաշրջանում տևական խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը, գրված է ԱԳՆ-ի էջում։ Աշխատանքային այցով մարտի 18-ին Հայաստան է այցելելու Ռասմուսեն գլոբալ միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը։ Ի թիվս պաշտոնական հանդիպումների նա մարտի 20-ին այցելելու է Իջևան, որտեղ նախատեսված է մամուլի ասուլիս։ Ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված հայկական ավիաուղիներ ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Բոլոր այն ուղևորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, կարող են դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը գումարի ամբողջական վերադարձ կատարելու համար։ Եթե ավիատոմսը ձեռք եք բերել հայկական ավիաուղիներ կայքից, ապա խնդրում ենք ձեր հետն ուղարկել help@armenianairlines.am էլեկտրոնային փոստի հասցեին, կցելով տոմսը եւ թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մարտի 18-ին Ուկրաինայի հարցով կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ, հանգստյան օրերին շատ աշխատանք է կատարվել, ասել է Թրամփը Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալիս։ Ցանկանում ենք տեսնել, կարող ենք արդյոք վերջ դնել այս պատերազմին։ Գուցե մենք կարող ենք, գուցե չենք կարող, բայց ես կարծում եմ, որ շատ լավ հնարավորություններ ունենք, ասել է Թրամփը։